2025 թվականը մոտենում է ավարտին, եւ աստղերը դասավորվում են ամենաանհավանական ձևով, հատկապես 3 կենդանակերպի նշանների համար, որոնց համար տիեզերական բեմը նախապատրաստում է վաղեմի ցանկությունների իրականացումը։ Այս 3 նշանների համար դեկտեմբերը ոչ թե սովորական ամիս է թվում, այլ մի պահ, երբ վերջապես մի փազլ է հավաքվում։ Հիմա ժամանակն է ցանկություններ անելու, բայց այս տարի զգացվում է, որ տիեզերքն իսկապես լսում է։ Շատերն արդեն իսկ սա ընկալում են որպես մեղմ անհանգստության եւ ներքին հանգիստ վստահության տարօրինակ համադրություն։ 2025 թվականն իսկապես առանձնանում է վերջին տարիներից։ Արտաքին մոլորակների հազվագյուտ տարանցումները, երկար ցիկլերի փոփոխությունը եւ հզոր էներգետիկ ալիքները բարձր ջերմաստիճան են սահմանել ամբողջ ժամանակահատվածի համար։ Նրանք, ովքեր ուշադիր հետևել են աստղագուշակությանը, կարողացել են բառացիորեն դիտարկել, թե ինչպես է փոխվում կյանքի ընդհանուր լանդշաֆտը։ Դեկտեմբերը ծառայում է որպես մեծ եզրափակիչ, կամուրջ իրադարձություններով լի տարվա եւ 2026 թվականի նոր սկզբի միջև։ Սա այն ժամանակն է, եւ շատերը գնահատում են իրենց, բայց միևնույն ժամանակ նրանք արդեն իսկ նայում են առաջ, կարծես դեռ լցված մի թերթիկի վրա։ Այս լարված, լիցքավորված մթնոլորտում 3 կենդանակերպի նշաններ տարվա վերջին մոտենում են յուրահատուկ ծաղկման, հնարավորություն ունենալով գեղեցիկ եւ իրենց ձևով ավարտել ցիկլը, հասնելով հենց այն բանին, ինչ վաղուց են ցանկացել։ Ոմանց համար սա կլինի շատ առօրեական ցանկություն, ինչպես աշխատանքը կամ փողը, մյուսների համար խորապես անձնական եւ հուզական։ Ինչու են այս 3 նշանները իրադարձությունների կիզակետում եւ ոչ թե բոլորը միանգամից։ Կոնկրետ տարանցումների եւ բարենպաստ տիեզերական ժամանակի համադրությունը նրանց համար ստեղծում է հատկապես բարենպաստ բաղադրատոմս ցանկությունների իրականացման համար։ Կարծես նրանց անձնական հորոսկոպները բառացիորեն լուսավորված են լուսարձակով։ Պարզ ասած, սա մի տեսակ երկնային ողջույն է առաջիկա տոնի համար։ Որոշ մոլորակներ նվերներ են բերում նախապես, այլ ոչ թե նոր տարուց անմիջապես առաջ։ Մենք ավելի մանրամասն կանդրադառնանք, թե որ 3 նշանները կլինեն այս հատուկ երկնային լույսի ներքո, բայց նախ կարևոր է հասկանալ, թե ինչն է 2025 թվականի դեկտեմբերը այդքան յուրահատուկ դարձնում։ Նախապատմությունը հասկանալը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ձեր կյանքի որ ոլորտները կարող են օգտվել հզոր տարանցումներից։ Եվ եթե դուք սիրում եք հետևել մոլորակների շարժումներին, լուսնային փուլերին եւ ընդհանուր միտումներին, դեկտեմբերը կարծես աչքով է անել։ Ժամանակն է ոչ միայն կարդալ կանխատեսումները, այլև գիտակցաբար համապատասխանել տիեզերքի ռիթմին, այլ ոչ թե պարզապես սպասել հրաշքի տոնածառի մոտ։ Դեկտեմբեր 2025 տիեզերական շրջադարձային կետ։ 2025 թվականի դեկտեմբերը պարզապես եւս մեկ ամիս չէ, այլ իսկական շրջադարձային կետ։ Այն զգացվում է որպես սահման, որից այն կողմ շատ բան այլևս նույնը չի լինի։ Մենք տարվա ընթացքում ականատես ենք եղել հսկայական տեղաշարժերի, յուրաքանչյուր արտաքին մոլորակ որոշակի պահի փոխել է նշանը, եւ հիմա այս զանգվածային վերադասավորումն ավարտվել է, փոշին նստում է, եւ ընդհանուր պատկերը դառնում է ավելի պարզ։ Շատերի համար դա նման է տան երկարատև վերանորոգումն ավարտելուն, վերջապես տեսնելուն։ Այս ամիսն իսկապես կարևոր կամուրջ է հանդիսանում անցյալ տարվա դասերի եւ նորի ներուժի միջև։ Այն մեզ օգնում է ոչ միայն փակել հին պատմությունները, այլև ճանաչել, թե ինչ են դրանք մեզ սովորեցրել։ Գերակշռող էներգիան վերափոխման եւ նորացման էներգիան է։ Մենք միասին ավարտում ենք լարված տիեզերական ցիկլը եւ պատրաստվում հաջորդին։ Այնտեղ, որտեղ վաղուց լճացման զգացողություն է եղել, շարժում է ի հայտ գալիս։ Սա հատկապես նկատելի է այն բանում, թե ինչպես են մոլորակները անցնում աղեղնավորի եւ այծեղ ջրի միջով ամսվա ընթացքում։ Դեկտեմբերի սկիզբը գունավորված է աղեղնավորի սեզոնի լավատեսությամբ եւ կրակով։ Սա ժամանակն է կրկին հավատալու, երազելու եւ հորիզոնները ընդլայնելու։ Ձմեռային արևադարձի մոտ տրամադրությունը փոխվում է եւ այծեղ ջրի էներգիան կենտրոնական տեղ է գրավում, ավելի լուրջ, գործնական եւ կառուցվածքային։ Սա անցում է ոգեշնչումից դեպի կոնկրետ քայլեր։ Ամսվա վերջում այծեղ ջրի ազդեցությունը հատկապես կենտրոնացած է։ Օդում զգացվում է առատության, պատասխանատվության եւ հասուն որոշումների վրա կենտրոնացումը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ տիեզերքը կարծես հարցնում է. իսկապես պատրաստ եք այն բանին, ինչ խնդրել եք։ Կրկյոտ հավատքի եւ երկրային հանգստության այս համադրությունը մեզ հորդորում է հետ նայել, ճանաչել մեր ցանկությունները եւ դրանք ձևակերպել հստակ, լավ մտածված ծրագրեր։ Պարզ ասած, հիմա իդեալական ժամանակն է երազանքներ իրականություն դարձնելու, այլ ոչ թե դրանք ձեր գլխում գեղեցիկ պատկերներ թողնելու համար։ Հատկապես կարևոր է, որ տիեզերական միջավայրը այս պահին անսովոր աջակցող է։
Ի տարբերություն տարվա ավելի քաոսային ամիսների, Մերկուրիի հետադարձ շարժումը ոչինչ չի մտխարում կամ շեղում իր ընթացքից։ Մենք ունենք հստակ ուղի դեպի մեր նպատակները։ Շատերի համար այն զգացողությունը, որ կյանքը անընդհատ հետ է գնում, կանհետանա։ Նեպտունի վերջերս, դեկտեմբերի 10-ին, հետադարձ շարժումից դուրս գալը ցրեց մշուղը, շփոթումն ու մշուշոտությունը, սրելով ինտուիցիան եւ հոգի տեսլանը։ Այնտեղ, որտեղ նախկինում ամեն ինչ մշուշ էր թվում, ի հայտ են գալիս հստակ ուրվացքներ։ Առանց հետադարձ խոչընդոտների կամ խավարումների, որոնք մտխարում են պատկերի մի մասը, դեկտեմբերը դառնում է հզոր ամիս ձեր ապագան ձևավորելու համար։ Սա լավ ժամանակ է մտածված պլանավորման, մտադրություններ սահմանելու եւ երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար։ Եթե պատկերացնում եք, որ տիեզերքը երկնքից կախված է բոլոր համակարգերը գործում են գրված մեծ ցուցանակով, ապա դեկտեմբերը հենց դրա մասին է։ Ժամանակն է ավելի բարձր նպատակադրվել եւ ավելի վճռականորեն գործել։ Այծեղջյուր. հավակնությունները հասանելի են։ Այծեղջյուրների համար այս ամիսը գործնականում տարվա գլխավոր մրցանակն է, եւ ձեր նշանը կենտրոնական տեղ է զբաղեցնում դեկտեմբերի բոլոր շահառուների շարքում։ Եթե դուք այծեղջյուր եք, հավանաբար երկար ժամանակ լուր աշխատել եք գլխավոր նպատակի ուղղությամբ, առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու։ Եվ դեկտեմբերի տարանցումները հուշում են, բերքահավաքի ժամանակը մոտ է։ Ամեն ինչ, ինչ դուք կառուցել եք երկար ճանապարհի ընթացքում, վերջապես աջակցություն է ստանում հանգամանքներից։ Փաստորեն, 2025 թվականի վերջը այծեղջյուրի համար կապված է աճի, էներգիայի, արագացման եւ նոր սկիզբների հետ։ Սա գիրքը փակելու ժամանակը չէ, այլ հաջորդ մակարդակին անցնելու ժամանակը։ Ձեր նշանի կառավարիչ Սատուրնը դեկտեմբերի սկզբին ավարտեց իր հետադարձ շարժումը, բերելով նորացված ուժի եւ ներքին ուժի ալիք։ Այնինչ երկար ժամանակ կանգ էր առել, կանաչ լույս ստանալն է։ Դուք կարող եք սա դիտարկել որպես տիեզերական ձեռքի արգելակի թուլացում։ Եթե աշնանը ամեն ինչ դանդաղ շարժվեր, ուշացումներով եւ դիմացկունության անընդհատ փորձություններով, այժմ գործընթացները կարող են զարմանալիորեն արագ եւ սահուն ընթանալ, գրեթե առանց ավելորդ ուշացումների։ Մինչ շատ այլ նշաններ հետ են նայում, կապում են չլուծված հարցերը եւ անավարտ գործերը քաշ տալիս նոր տարվա մեջ, այծեղջյուրները հնարավորություն ունեն տարեվերջին իսկապես սկսել իրենց կյանքի նոր փուլ։ Այս նոր փուլը կարող է շատ լավ դառնալ վաղեմի ցանկության իրականացում, երազանքի աշխատանքից մինչև նշանակալի կարիերայի կարգավիճակի կամ անձնական նվաճման հասնելը, որը դուք տարիներ շարունակ փայփայում եք։ Հիմա դուք վերջապես ունեք հակառակ քամի, այլ ոչ թե դեմ քամի։ Ձեր նշանը արդեն հմուտ է երկարաժամկետ ռազմավարություններ կառուցելու հարցում, բայց հիմա դուք դրան ավելացնում եք այն զգացողությունը, որ աղյուսները հանկարծակի ավելի արագ եւ սահուն են ընկնում, քան նախկինում։ Կան մի քանի կարևոր ամսաթվեր, որոնք սնուցում են այծեղջյուրի այս ալիքը։ Դեկտեմբերի 16-ին Մարսը մտնում է այծեղջյուր, չափազանց աշխուժացնող տարանցում է։ Այն բերում է արտադրողականություն, արագություն եւ հզոր մոտիվացիա։ Մարսը ձեր նշանուն համարվում է վեհացված, ինչը նշանակում է, որ այն գործում է առավելագույն ուժի եւ արդյունավետությամբ։ Կարծես ձեզ տրվել է տոկանության եւ վճռականության լրացուցիչ խթան։ Ձեզ համար սա նշանակում է անհավանական ձգտում գործերը ավարտին հասցնելու, ծրագրեր իրականացնելու եւ կարևոր քայլերը չհետադխելու համար։ Դեկտեմբերի երկրորդ կեսը իդեալական ժամանակ է նոր նախագիծ սկսելու, ինքներդ ձեզ ինքնահաստատելու եւ համարձակ նախաձեռնություններ ձեռնարկելու համար։ Դեկտեմբերի 25-ին Վեներան միանում է իրադարձությանը, մտնելով այծեղջյուր եւ ձեզ համար իսկապես երջանիկ շրջան սկսելով։ Վեներան գեղացկնում է ամեն ինչ, ինչին դիպում է։ Սա կարող է բերել ձեր անձնական կյանքի բարելավում, ձեր զուգընկերոջ հետ ավելի սերտ հարաբերություն, նոր սերերի ի հայտ գալ կամ պարզապես հազվագյուտ հնարավորություն վայելելու այն, ինչի մասին վաղուց երազել եք։ Դուք կարող եք վստահորեն հոգ տանել ձեզ համար առանց մեղքի զգացողության։ Նշանակալի է, որ Վեներան մտնում է ձեր նշանը հենց այն ժամանակ, երբ տարին ավարտվում է։ Սա նման է երկնային հաստատման, որ ձեր քրտնաջան աշխատանքն ու համառությունը չեն անցնի առանց ուրախության եւ տաք պարգևի։ Այս բոլոր տիեզերական գործոնները միավորվում են ստեղծելով եզակիորեն շահավետ դիրք այծեղջյուրի համար։ Աղեղնավոր. նպատակ ունենալով դեպի երկինք եւ ճիշտ թիրախին հասնելու համար։ Աղեղնավորը եւս մեկ նշան է, որը դեկտեմբերին վստահորեն նստած է երկնային բախտի ալիքի վրա։ Ձեր սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է ամսվան մեծ մասի ընթացքում։ Արևը լուսավորում է աղեղնավորին մինչև 21-ը, բնականաբար ձեզ ուշադրության կենտրոնում պահելով։
Այս ընթացքում շատերդ ավելի հեշտ եք համարում լինել ինքներդ ձեզ, գործել ավելի ազատ եւ համարձակ։ Բայց դա դեռ ամենը չէ։ 2025 թվականը աղեղնավորի համար փոխակերպող վճռորոշ տարի է եղել։ Տարվա կեսին ձեր կառավարիչ Յուպիտերը մտավ Խեցգետնի համաստեղություն եւ շատ աղեղնավորների համար սկսվեց նրանց կյանքի նոր գլուխ, նկատելիորեն ավելի զգացմունքային եւ խորը։ Սա նշանակում է, որ մոտավորապես 2025 թվականի կեսերին դուք կարող եք հիմք դնել որոշ մեծ ծրագրերի, կարևոր որոշում կայացնել կամ զգալ ոգեշնչման զգացում, որը երկար ժամանակ չեք զգացել։ Հիմա մի քանի ամիս անց, մի շարք վերերքներից ու վայրեջքներից հետո, ներառյալ նոյեմբերին Մերկուրիի հետադարձ շարժումը աղեղնավորի համաստեղությունում, որը ստիպեց ձեզ դանդաղեցնել եւ վերանայել շատ բաներ, դուք մտնում եք տարվա տնային շրջան։ Ձեր երազած երազանքները այլևս պարզապես օդում կախված ամրոցներ չեն, տիեզերքը հնարավորություն է տալիս հարվածել նպատակին, եթե չեք վախենում փորձել։ Աղեղնավորների այդքան բախտավոր դիրքում գտնվելու պատճառներից մեկը մոլորակային էներգիաների կոկտեյլն է, որի մեջ դուք այժմ բառացիորեն վայելում եք։ Մարսը, գործողության եւ եռանդի մոլորակը նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 15 անցավ աղեղնավորի հետ, ձեզ տալով էներգիայի, եռանդի եւ արտադրողականության հսկայական ալիք։ Այս ժամանակահատվածում ձեզանից շատերը զգացին, որ վերջապես պատրաստ են հաղթահարել դժվարին առաջադրանքներ, դադարեցնել նախագծերի հետաձգումը եւ զբաղվել այնպիսի բաներով, որոնք նախկինում չափազանց վախեցնող էին թվում։ Այնուամենայնիվ կարևոր էր չչափազանցել աղեղնավոր։ Մարսը կարող է հակամարտություն առաջացնել, եթե նրա էներգիան ուղղորդվի չափազանց կտրուկ կամ անպատշաճ կերպով։ Եթե ձեր ցանկությունը նոր սկիզբ կամ համարձակ քայլ էր, ապա մեծ է հավանականությունը, որ դուք արդեն սկսել եք շարժվել դեպի այն շնորհիվ այս մարսյան ազդակի։ Հիմա, երբ Մարսը մտել է այծեղ ջուր, դուք կարող եք ամրապնդել ձեր նվաճումները ձեր կրակոտ ազդակը վերածելով կայուն գործողությունների։ Թափը չի մարի, այն պարզապես ավելի կառուցվածքային կդառնա։ Այն, ինչ դուք հաջողեցել եք շարժման մեջ դնել, կշարունակի զարգանալ առաջիկա ամիսներին, նույնիսկ եթե մակերեսորեն ամեն ինչ մի փոքր դանդաղի։ Լավ լուրին ավելացնում է Վեներան, սիրո, ձգողության եւ արժեքների մոլորակը, որը դեկտեմբերի 1-ից մինչև Սուրբ Ծնունդ կանցնի աղեղնավորի միջով։ Ձեր նշանի մեջ գտնվող Վեներան ձեզ հատկապես գրավիչ է դարձնում։ Մարդիկ ավելի հավանական են, որ կես ճանապարհին ընտրաճ կգան ձեզ, կնկատեն ձեզ, առաջարկներն ու հնարավորությունները բնականաբար կգտնեն իրենց ճանապարհը դեպի ձեզ։ Այս տրանզիտը կարող է բերել ավելի շատ ռոմանտիկա, հաճելի ծանոթություններ, հանդիպումներ եւ պարզապես կյանքի ավելի մեծ ուրախության զգացում։ Անկամ եթե դուք հարաբերությունների մեջ չեք, կարող եք ավելի տաք շփում ունենալ եւ զգալ, որ աշխարհը ավելի բարի է ձեր հանդեպ։ Դեկտեմբերի 5-ի սահմաններին, երբ լիալուսինը երկվորակների ձեր հակադիր նշանի մեջ շրջեց հարաբերությունների առանցքը եւ Վեներան դրա աղեղնավորի մեջ էր, շատերը կարող են կարևոր իրադարձություն ապրել իրենց պենսական կամ հասարակական կյանքում։ Սա կարող է լինել անկեղծ զրույց, խոստովանություն, բարեկամությունը վերածվել ինչ-որ ավելուխ կամ արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերություններում պարզաբանում։ Եթե ձեր ցանկություններից մեկը ձեր անձնական կյանքում ներդաշնակություն կամ հատուկ մեկի հետ հանդիպում էր, այս օրերը կարող են լինել այն պահը, երբ տիեզերքը լուր ասած կատարված է։ Մի մոռացեք դեկտեմբերի 19-ին աղեղնավորի մեջ նոր ալուսնին, ըստ էմության ձեր անձնական նոր տարին ըստ լուսնի, վերագրծակման եւ մտադրություններ սահմանելու պահն է։ Նոր ալուսինները համեշտ կապված են ապագայի իրադարձությունների սերմերը ցանելու հետ։ Երբ դա տեղի ունենում ձեր նշանի մեջ, կարծես տիեզերքը ինքն է ձեր դատարկ ձևաթուղթ տալիս, հրավիրում լցնել ձեր ցանկալի ռեալությունը։ Պարզ ասած, աղեղնավոր այժմ զգում է եւ հաջողություն, եւ ճիշտ ժամանակ։ Խեցգետին։ Տուն, սիրտ եւ երազանքներ, որոնք իրականանում են։ Խեցգետինը կարող է թվալ այս եռամիասնության լուր ֆավորիտը։ Նշան, որը զգացմունքային վերելքներ եւ անկումներ է ապրել, բայց այժմ մոտենում է տարվա վերջին, իսկապես տաք ավարտի հնարավորությամբ։ Պատճառը պարզ է, բայց խորը։ Յուպիտերը, հրաշքների, ընդլայնման եւ օրհնությունների մոլորակը 12 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում էր Խեցգետնի մեջ։ Դա կարճատև այց էր, հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 5-ը, հետադարձ շարժման պատճառով, բայց շատ նշանակալից։ Երբեմն կարճ, բայց ճշգրիտ տարանցումը ավելի շատ արդյունք է տալիս, քան երկարատևը, բայց տարածվածը։ Յուպիտերը համարվում է բարձրացված Խեցգետնի մեջ, ինչը նշանակում է, որ այն այստեղ գործում է առավելագույն ուժով եւ առատաձեռնությամբ։ Այս ժամանակահատվածում շատ խեցգետիններ կարող էին զգալ հույսի, ներքին աճի կամ անսպասելի բախտի ալիք, հատկապես տան, ընտանիքի եւ հուզական անվտանգության ոլորտներում։
Նույնիսկ հիմա, երբ Յուպիտերը ժամանակավորապես վերադառնում է երկվորյակների մեջ, նրա բերած նվերները շարունակում են բացահայտվել։ Ամեն ինչ չէ, որ անմիջապես է դրսևորվում, շատ բաներ ուշացումով են հասնում, ինչպես արդեն ուղարկված, բայց դեռևս չհասցված նամակը։ Երբ Յուպիտերը ձեր նշանի մեջ էր, դուք կարող եք բառացիորեն զգալ, որ լցվում եք կենսունակությամբ և պայծառ ապագայի հանդեպ լուռ հավատով, և դա ձեզ մոտ էր բերում ճիշտ մարդկանց և հանգամանքներ։ Հույսի և ներքին կենսունակության այս վիճակը ցանկությունների իրականացման հիմնական բաղադրիչներից մեկն է։ Որպեսզի հրաշք տեղի ունենա, ձեզ անհրաժեշտ է գոնե մի փոքր հավատ դրա հնարավորության նկատմամբ, և Յուպիտերը օգնեց ձեզ վերականգնել այս ներքին ռեսուրսը։ Խեցգետնի ցանկությունները սատարող ամենահմայիչ երկնային համադրություններից մեկը մեծ ջրային եռանկյունին է, որը ձևավորվել 2025 թվականի վերջին։ Պատկերացրեք, Յուպիտերը խեցգետնի, Սատուրնը և Նեպտունը ձկների համաստեղությունում, երբեմն միանում են կարիճի մոլորակները, այս ամենը կազմում է ջրային տարերքի ներդաշնակության մեծ եռանկյունի։ Ջրային նշանների և հատկապես խեցգետնի համար սա մաքուր տիեզերական երաժշտություն է, էներգիան հոսում է մեղմ, բայց հաստատուն, ոչ թե կոտրելով, այլ աջակցելով։ Այս դեսավորման մեջ ոգեշնչությունն ու իրականությունը չեն բախվում, այլ միազորվում են։ Յուպիտերը բերում է առատություն և հնարավորություն, Նեպտունը ավելացնում է կախարկ, իսկ Սատուրնը կառուցքով աջակցում և ձև է տալիս այն բանին, ինչը նախկինում միայն երազանք էր։ Սա նայն դեպքն է, երբ նուրբ ոլորտից ինչ-որ բան աստիճանաբար իջնում է նյութական աշխարհ և դառնում է շոշափելի արդյունք։ Խեցգետինը որպես նշան սերտորեն կապված է տան, ընտանիքի, տոհմածառի և հուզական անվտանգության թեմաների, և հենց այստեղ է, որ Յուպիտերի ազդեցությունը կարող է հատկապես ուժեղ լինել ձեզ համար։ Ոմանք կարող են բառացիորեն զգալ, որ լցվում են կենսունակությամբ և պայծառ ապագայի հանդեպ լուռ հավատով, և դա ձեզ մոտ էր բերում ճիշտ մարդկանց և հանգամանքներ։ Հույսի և ներքին կենսունակության այս վիճակը ցանկությունների իրականացման հիմնական բաղադրիչներից մեկն է։ Որպեսզի հրաշք տեղի ունենա, ձեզ անհրաժեշտ է գոնե մի փոքր հավատ դրա հնարավորության նկատմամբ, և Յուպիտերը օգնեց ձեզ վերականգնել այս ներքին ռեսուրսը։ Խեցգետնի ցանկությունները սատարող ամենահմայիչ երկնային համադրություններից մեկը մեծ ջրային եռանկյունին է, որը ձևավորվել 2025 թվականի վերջին։ Պատկերացրեք, Յուպիտերը խեցգետնի, Սատուրնը և Նեպտունը ձկների համաստեղությունում, երբեմն միանում են կարիճի մոլորակները, այս ամենը կազմում է ջրային տարերքի ներդաշնակության մեծ եռանկյունի։ Ջրային նշանների և հատկապես խեցգետնի համար սա մաքուր տիեզերական երաժշտություն է, էներգիան հոսում է մեղմ, բայց հաստատուն, ոչ թե կոտրելով, այլ աջակցելով։ Այս դեսավորման մեջ ոգեշնչությունն ու իրականությունը չեն բախվում, այլ միազրվում են։ Յուպիտերը բերում է առատություն և հնարավորություն, Նեպտունը ավելացնում է կախարկ, իսկ Սատուրնը կառուցքով աջակցում և ձև է տալիս այն բանին, ինչը նախկինում միայն երազանք էր։ Սա այն դեպքն է, երբ նուրբ ոլորտից ինչ-որ բան աստիճանաբար իջնում է նյութական աշխարհ և դառնում է շոշափելի արդյունք։ Խեցգետինը որպես նշան սերտորեն կապված է տան, ընտանիքի, տոհմածառի և հուզական անվտանգության թեմաների, և հենց այստեղ է, որ Յուպիտերի ազդեցությունը կարող է հատկապես ուժեղ լինել ձեզ համար։ Ոմանք կարող են բառացիորեն ստանալ այն, ինչի մասին վաղուց երազել են՝ նոր բնակարան, ավելի հարմարվեծ տեղ տեղափոխվել, ընտանիքի նոր անդամ կամ հաշտություն դժվար ընտանեկան հարաբերություններում։ Դեկտեմբերի ընթացքում խեցգետինները շարունակում են հայտնվել աջակցող տիեզերական միջավայրում։ Այնքան եթե ամեն ինչ հանգիստ է թվում, ֆոնը շատ բարենպաստ է։ Նեպտունի ուրիշ շարժումը ձեր բարեկամ ձկների մեջ, հավատքի, աշխարհայացքի և հեռավոր հորիզոնների խորհրդանշական 9-րդ տանը, օգնում է մաքրել կասկածները և ամրապնդել ձեր ինտուիտիվ գիտելիքը այն մասին, թե որ ուղղությամբ գնալ հաջորդը։ Դուք այժմ կարող եք շատ ավելի վստահորեն վստահել ձեր ներքին ազդանշաններին, հատկապես երբ խոսքը վերաբերում է կյանքի շրջադարձային տեղերին և երկարաժամկետ որոշումներին։